Ողջույն սիրելիներս, մեր նախատոնական հաջորդ վլոգը, որը արդեն սկսեցի պատրաստել ձեզ համար։ Խորենը եկել է խանութից, բերել է մի քանի անձեռոցիկներ հենց ամանորի համար։ Ուրեմն Wildberries-ից պատվիրել եմ զուգանի թղթի համար ամրակալ, որովհետև նախորդ սպիտակ տարբերակը պոկվել է, ժանգոտել էր, ջարդվեց իտոգում, մի խոսքով պատստավկայով կբացենք, միասին կանենք։ Հիմա, երեխեք դուք գնացեք, պատրաստվեք, հեսա պապայի դուրս է գալիս, թողեք ինձ մենակ։ Սա Խորենը ասեց իմ համար է, հեսա կբացենք։ Քեշ, հա, զուգանի թուղթ, անձեռոցիկներ, թաց, մի երկու հատ հաց, այստեղ քյաբաբ ա բերել, որ մենք ուտենք, այստեղ ուզեց, ասեց ուզում եմ ուղակի ժարի տարած միս։ Միսը բերել է տավարի, առանց աղացած, որ ժարի տանեմ իր համար։ Այստեղ երեխեքին բերել է պոնչիկ, նու արտաշեսն է պոնչիկ ուզե, ես Խորիկը Դավը ուզել ենք տորտիկ։ Ընտրեմ Դավս էկլերը, այս երկուսը ես եմ ուզել։ Խորիկ ես մի հատ բերել։ Տորտիկ։ Հա, որ մի հատ հիմա ուտեմ, մի հատ գիշերը ֆիլմ նայելուց։ Մի խոսքով երեխեք ջան։ Տակի ոտ ունաս։ Հա, հիմա եկեք տեսնենք ես ինչա բերել եմ։ Օй, կմեռնեմ։ Ուրեմն նախորդ գտալիս պատստավկան չէի գտնում, դաժե մի հատ քաշի։ Հաստատ, քաշի արտաշես։ Ունեցանք վարկած, որ կոտրվել է, Խորենը նորն ա բերել։ Գժվեցի։ Շատ սիրուն է, չէ։ Եթե դաժե հինը չի կոտրվել, ինչի առիթով շատ ուրախ կլինեմ, մեկը իրանք տարբեր են։ Ապրես Խորես։ Ես իսկան հիշում եմ, Մինչև իմ տղաները իջան պապայի հետ Արտաշեսի հավաքած գումարով ու նաև պապան մի քիչ ավելացրեց, հա։ Դավիթն ու Արտաշեսը ինձ պապային, տատիկին, մի խոսքով բոլորի սուրպրիզներ են պատրաստել։ Գնային կողմ Դավս։ Կարոջի, մինչև իրանք ուպակովկային անում իրանք սուրպրիզները ամանորյա, ես որոշեցի անցնել Դավ դուրս արի ստեղից։ Դուրը չի գնա։ Դավ ջան, գնա էլի, թող մաման խոսի։ Որոշեցի, որ նոր տարուց առաջ ու որ կայի ենթարկեմ վերջնական վաննան ու ինձ ամենաշատը ոգևորեց այն, որ զուգանի թղթի նոր բանն ա եկել, պատստավկան։ Այս անգամ սևը որոշեցի պատվեմ, որովհետև սպիտակի ներկը քերվել էր ու տակից տենց տհաճ էր երևում։ Մտածեցի, որ սևը պիտի որ ավելի երկար դիմանա, նի զնայու, տեսնենք։ Վարակույրը, վաննայի կլվանամ պատերը, պոլկաները պիտի ամբողջությամբ քանդեմ, հանեմ, մաքրեմ, մի խոսքով, լիքը բան կանեն ու լողանալու հատվածը իհարկե նաև զուգանակոնք և այլն։ Երեխեք, մոտ 1.5-2 ժամ տևած աշխատանքներից հետո ամեն ինչ համարյա վերջացրել եմ, հեսա բերեմ կախեմ վարակույրը, միայն չեմ մաքրել հայլին դիտմամբ, փոշիները մաքրելու ժամանակը մաքրեմ ամանորից առաջ, որովհետև 3 թե առաջորն եմ մաքրել, ինչև է, և դուռը չեմ մաքրել, այս հատվածում կհիշեք նակլեյկա կար, այդ նակլեյկան պոկեցի, կարգի բերեցի, Դավիթ, շուտ արա, բեր ինձ դուր, էստեր կորա զաժգա, արագացրու, Դավիթ, ես շատ խիստ կջղայնանամ, բեր, հաշվում եմ իչև 3, 1, 2, դու մեզ պաժար ես ուզում տա, հլը բեր Արտաշես գտի բեր ինձ դուր, սա շատ վտանգավոր է։ Մի խոսքով երեխեք ջան, դես, ժանգ, մանք, ինչ տեսնում եք, իմացեք, որ դա չի անցնում, ես փորձել եմ պատով, լողանալու տեղով, չգիտեմ, սաղ, մաքրել եմ, հեսա այդ զուգային թղթի բանը կկպցնենք, ստեղ կազատվի, մի երկու բան դրա վրա եմ ուզում դնեմ։ Как-то так, օգնած եմ շատ, բայց շատ գոհ եմ, այն որ դուշի ամեն արանքը զուբնայա շոտկա ունեմ, այդպես հին զուբնայա շոտկան է պահում եմ, ամեն մի արանքը, որտև ջրից սաղ նալյոտ ա լինում, այս ծակիկներ, ծուկիկներ, բան, սաղ, մի խոսքով ինչ կարող էի մաքրել եմ, մեռնում եմ հոգրած, դա մեզ տս ենքան եմ շնչել և ի տաքսիկացիա եմ ուտս։ Երեխեք Խորենը խանութից եկավ, ուզել էի Դավի համար նոր զուգանակոնք, որովհետև այն հիրը մաշվել էր և մեր վարակույրը, որ գցեցի լվալու, հանեցի, որ փռեմ, դե ինքը մի քիչ տենց, ոնց ասեմ, սուպեր պուպեր որակ չուներ ի սկզբանե, մեքենան պտտել էր, սաղ ճղճղվել էր, դե ասեցի լավ, օքեյ, հիմա Խորենը նորն ա վերցրել, հեսա գնանք կախենք, տեսնենք ինչ ձևի ա լինում, դե ես էլ սուրճ էի ուզել, սուրճ ա ինձ բերել և սրանից և մի հատ էլ կինդր, ուր ա իմ կինդրը, այսպես Վաղվա համար։ Նայեք, աղջիկներ ջան, կախեցինք,
Շատ սիրունի կա, սազիմ ա մեր վաննայի ընդհանուր պատմռամռի հետ, ճիշտ է, մի քիչ մուք է, ես բաց գույների սիրահար եմ, բայց ինչպես խորեն ասես, մի հատ է սրանից ունենանք, ինչա որ։ Լույսեր անջատել ենք, մոպկորնը պատրաստել ենք, եսօ պապան է պատրաստել։ Ուր է քո սոկը, չգիտեմ։ Մնում է որոշենք ինչ ենք նայում։ Երեխեք ջան, մենք ընտանիքով իմ մանկության ֆիլմերից մեկը նայեցինք։ Ես մամայի ամուս, ես մամայի կոքն եմ։ Հորը ասմա, ես մամայի ամուսինը կլնեմ և չեմ քնի։ Մի խոսքով ինչ եմ է, ես խորենին այսօր դե ասեցի սիրտը միս էր ուզել, ասեցի բերք սարքեմ։ Ու վերցրել է շատ հավես միսիկներ, սենց տաշեղներով, բարակ, այսպես։ Հիմա ես իրան մի քիչ կհամեմ, կծեծեմ, կջարդեմ, լվացել եմ էլի, տարատեսակ պրոցեդուրաներ կան, դարքի էջ որ փայլ է վրան սենց։ Բան ու արդեն ժարիտ կանեմ, ինքը ուզում է հենց ժարիտ արած միս։ Մենք էլ դով ենք որ չանենք իրա ուզած, այո ամուսին։ Այո։ Այստեղ ես համեմեցի կարմիր պղպեղով, աղով եւ թթվասերով, ուրիշ ոչ մի բան չկա, հա ու ձեթ։ Այդ ամեն ինչը լավ խառնել եմ, հիմա հեսա կդնենք կրակին։ Բա կեպչուկ։ Կեպչուկ մեզ պետք չի։ Ո՞ք նման է։ Չէ, դա կարմիր բիբարն է թթվասերի հետ խառնված։ Քիչ մի այսօր իմ երազանք կատարվեց եւ ձյուն ա գալիս, երեխեք, մի հատ էլ լույսերը տարան, որ вообще 90-ականների վայբից գժվեմ։ Ռատնակի լուսավորա դուրսը, ձյուն ա գալիս ակտիվ։ Մի տոննա։ Այո, դավը գնաց այս կարտաշեսի համար։ Մոմ եմ վառեր, որ ույուտնինքի քնի։ Սա ծառոլ է ձյուն։ Հրաշքը։ Արավոտից արթնացրել են երեխեքը։ Մամ, կարան գիշնենք, մամ, ասում եմ, եթե դուք չթողեցիք հիմա ես քնեմ, ոչ մի տեղ չեք իջնելու։ Բայց դե իհարկե նրանց մամը ինձ արթնացրեց ու ես վեր կացա։ Ուշայի քնե բավականին, բայց ինչևէ, գոնե այս գեղեցկությունը տեսնեմ, չկա։ Իհարկե կուզեի էլի եկած լինել, մի քիչ ա ինձ, որովհետեւ սա շուտ ցեղ կդառնա։ Բայց շատ հավես է։ Այսօր ամսի 27-ն է, դեռ ձյունը չի հալել, ես առավոտը վախում էի, որ արևը ամբողջությամբ հալեցնելու է, բայց չէ, մինուս է ջերմաստիճանը, դրա համար կիսով չափ է տարել ու կարծեմ այսօր էլ է գիշերը ձյուն գալու։ Ես ինչպես տեսնում եք լողացել իմ սիրելի սաներվածքն եմ արել, որովհետև վաղը ստուգարքի օր է, ահա որ լարված եմ, բայց չեմ կարողանում տրամադրում էր, որ նստեմ մի հատ վերջնական կրկնեմ։ Հիմա թեյ դրեցի, ինձ մեկ էլ էս քադայի խմորով այն օրվա տորտիկ ասենք, հա քաղցրավենիքից մի հատիկ մնացել էր, իր ժամկետը 10 օր է, ժամկետի մեջ էր, ասեցի մի հատ սուրճ խմեմ։ Իրականում երեխեք, մենք արդեն ուզում ենք վայ խորենը որ դուրս է գալիս, միշտ Ադավը ասում է դրսից նայի ձեռով անեմ, որ հանկարծ խորիկը մոռանում է ու անցնում է։ Ուղղակի բարի ա գնում, բաբան չնայեց ինձ։ Հետո կգաս։ Օզոնից պատվեր ա հասել խորիկին, գնում ա պատվիրելու, պատվերը վերցնելու, գա։ Ում Երանի քո հավեսին խորիկը մոկեղծ եմ ասում։ Մի խոսքով, ուզում ենք արդեն մի քիչ ուբոր կա բանդեր, բաղնիկ զուքանը լավ արեցի պրծա, խոհանոցի հատակն ենք ուզում մինչև միջած կկիսենք երկուսով կանենք, որ շատ դժվար չլինի, ու արդեն տարատեսակ բաներ կազմակերպչական կանեմ, որտեղ վաղը ես ստուգարքով ու Դավիթ հադրոնով կլնեմ, իրիկունը կգամ աման չաման այդ ամանորյա կպատրաստենք մի կողմ կդնենք, որովհետև 30 ամբողջությամբ տանում է ուտելիք սարքելը, ավելի ճիշտ է լինում, որ նախապես ես էլի անում, տունը մաքրելը երևի թե էլի վաղը կպիլեսոսենք, կսրբենք, փոշիներն էլ կմաքրեմ, այդ երկու օրում չեմ կարծում ես իմ հետ ինչ փոշի պիտի բռնի, որ մաքրությունս առաջ 31-ին, վերջի վարքյանին, պլպլացնեմ, որ մի հատ մատի հետք չլինի, հիմա ասում եմ, ինչի համար, դու այնքան հոգնած ես աղջիկ, հանգստացիր, տեղից մեկը այնքան անելիք ունես, ամենամինիմալն էլ, որ անում ես, արդեն շատ է, ու մնաց թե մի հատ էլ հավելյալ մեզ կոտորենք, ուֆ, չգիտեմ, տարին տարու վրա, ամեն տարի ես նույն տեքստը ասում եմ, բայց իրականում տենց է, տարին տարու վրա ավելի պրակտիկ եմ դառնում ու ավելի
Զգում եմ, որ ուժել չունեմ, էներգիա չունեմ, որպեսզի ես ինչ շատ տանջեմ, էլի։ Միատայք խորել էի զիջանակը կալարել։ Հլեկով դամուկա։ Մի հատ շատ մորթի չստիկներ ա բերել ինձ նավագոտնի։ Գույնը հարցրեց, ես եմ ընտրել գույնը։ Քանի որ սերիա նավագոտնի շորիկս մտածեցի կհակնեմ։ Դավին ու Արտաշեսին էսպիսի տակնասոկներ։ Արտաշեսի իրանը պրոստը վերցրել է։ Եվ ասել էի, որ Դավին սենց հաստոտ ռեդուսներ բերի։ Հատկապես որ վաղը տնից պիտի դուրս գանք թատրոն, որպեսզի ինքը տաք լինի։ Մեզ մոտ ֆիլմ նայելու ժամը, սենց պոզիտիվ, նախատոնական մուդ է։ Ամեն գիշեր այ Դավիթ 10-ն է։ Նու 10-ը չկա, բայց 10-ը պակաս 10-ին։ Հիմա կգնաս քնելու, եթե չընկալեսեն, որ ներքևում մարդ կա։ Մի խոսքով, խորենը զգաց, որ չոտը պակաս է, ինչ-որ մի բան գնաս սկուսնյաշկաներ արա։ Ու իմ սիրած կոֆեից այդ բիոգաթի չկար, էս կար, ասեցի լավ խոր, բեր փորձեմ, միշտ ափսոսացել եմ արդեն, որտեղ գնային արվում, մի քիչ շատ է ինքը։ Արավ բերեց ու հասկացա, որ թանկ է ավելի, քան արժի։ Ուզես մի հատ խմես, ինքը համով է, պրոստը այն որ սենց այն իմ խմած կոֆեները ես ավելի եմ սիրում, քան սա, իսը ինչ արդեն Կակաո 1250 Գտնում եմ, որ թանկ է, բայց դեմ ասում եմ մի կյանք ենք ապրում, պետք է փորձել։ Նայում ինչ-որ այնտեղ Pringles ա բերել, էսի մը նայում ենք ոնց էր կինոն, Մուշնայ ախոտան ենք նայում, մեր մանկության կինոն էից ա կհիշեք։ Մի խոսքով, մեզ բարի դիտում, Դավիթ մի աղմկի։ Երեխեք ջան, ես արագ պատրաստվել եմ, չնայած պիտի համալսարանում լինեի 12:50, բայց հավաքը գրեց, ասեց եթե կարող եք շուտ եկեք, դասախոսին շուտ ա մի քիչ հարմար վազելով, արագ 20 րոպեում դիմահարդարվել եմ ու թեթև, ինձ կարգի եմ բերել, տաքսին կանչել եմ, ձյուն ա գալիս, հավետ այդ մասը, ու թռնում եմ համալսարան, այս գժական ռիթմը հուսանք այսօր կավարտվի, ու կգա ուրիշ գժական ռիթմ, արդեն նոր տարվա պատրաստություն։ Այս գժանոցի միակ պոզիտիվը այս սիրուն տեսարանն է, ձյունա շատ, վայ դուրս չէ եկել, ինձ ձյունա եկել, չէի տեսել դրսից, ձյունը ոնց է բայց կտրվել է, 6 րոպե էր տաքսին տալի, հլը 6 րոպե ա տալ, չեմ հասկանում ինչու նախնդիրը, իմ ուշանալը ու ես, իմ շուտով զապասով լինելը, ես ճիշտ եմ էլի, սյոտակի, ես միշտ շուտ եմ պատրաստվում, ես միշտ ժամանակ եմ թողում, այս դեպքերի համար էլի, բայց այսօր արի ու տես, որ ասեցի դա հանգիստ արտացի, կպատրաստվես, չես ուշանա, քո ժամին հանգիստ կգնաս ու արի ու տես, որ հենց այսօր պետք է կավետ իմ հապճեպությունը էլի, լավ տակ եմ հագնում եմ, մենակ դեռնոտ չեմ դրել, բայց դա ոչ գրպաններս կդնեմ, կարծես վերջապես տաքսից ցույց տվեց 2 րոպե, օй, ձյունա թափում է սառերի վրայից, այսօր պետք է հələ Դավին էլ տանել, ես պատկերացնում եմ այդ 5-ի կողմերը ինչ պրոբկաներ են լինելու, ինձ զվելի վիճակ է լինելու, գիտեք ինչ եմ հասկացել, քաղաքը պատրաստ չի, ձյան, այնքան չի եկել արդեն, ահա եկավ տաքսիս, կատվածահար ոնց որ լինի երթևեկությունը, մինչև տաքսին նստել Արտեցիադյան զանգից, ասաց, որ ինքը այսօր մեզ կտանի կբերի, շատ ուրախացա, այդ փրկությունա մազերս, խոսքով երեխեք հիմա վազեմ 9-րդ հարկ, 9-րդ հարկ դիվտը կվազացնի ինձ, ես ոտքով չեմ գնա, եթե իհարկե խափանված չի լիստը, այ, հաջողություն ինձ մաղթեք, լարված եմ մի քիչ, լարված եմ մի քիչ, բոլոր ստուգարկներս որ պստեմ վերջում կասեմ ինչ եմ ստացել, քանի ստուգարկ ունենք, ռուսերենը, նու այսօր չեն էլի բոլորը, ռուսերենը, հետազոտությունները, Բեջանյանը, Հակոբյանը և քանակական մեթոդները։ Նայեք ինձ սիրուն ա երեխեք ստեղ, մուտքը հավես, ես չկար, ես նոր են արել, եկել ենք մի բան սնվենք, հետո կպատմեմ ձեզ երեխեք ջան ինչ էր եկալ մեր գլխին։ Միշտ էդ եմ ասում Միլենին, միշտ այնքան սիրուն են լինում կապուչինոյի բաժակները, շատ հավես է։ Всё, մեզ բարի ժամանց։ Մենք վերջացրեցինք երեխեք ջան ստուգարկները, դրսում սպասում եմ մյուս երեխեքը մեր կան, մի քիչ իրար հետ շփվենք, նոր գնանք տներով, մի քիչ շուտ ստացվեց սպասված ժամից, դա մա ժամանակ ունեմ։ Մենք ավարտեցինք մեր գրավոր քննությունը եւս, կուրսով եկանք Արկադեի հյութ եմ վերցրել, ինչ-որ ռուլետ եւ աղցան, արագ սնվում եմ ու գնամ տուն, որ չուշանանք Դավիթ հասցնեմ տանել։ Երեխեք ջան, մենք կուրսով
քննությունից հետո կարելի ասել փոքրիկ բան արեցինք, հանդիպում նշեցինք, դες մի բան կերանք իրար հետ, ու հիմա ես ավտոբուս եմ նստում արագ գնամ տուն, որ Շուշանան բայց չեմ հասցնես, մյուսը կնստեմ լավ, ինչ-որ ամանորյա ժոտաշ կա, ինչ-որ շունչ ամանորյա. Ես մեր հանրապետության գլխավոր տոնածառն է, դա, ուրա, դավ, դյունա գալիս, ասում ես ուր ենք եկել, թատրոն, սնեգա մանգալի, կգտնենք սնեգ, արի գնանք հիմա ներկայացումը նայենք, հետո սնեգը կգտնենք, էդ կեղտոտ է, ֆու, ես քեզ լավ սնեգ կգտնեմ, արի. Ինչա? Չէ, բալ, հիմա բեմի վրա դուրս են գալու դերասանները և սկսելու են խաղալ նավագոդնի ներկայացում, հավեսա? Կամա չնգնես պոսը. Սպասում են այս ամանորին, մենք եք շքերտոնած արձարդարենք ու սպասենք ուրախ ես նոնին. Ծապիկներ, ծապիկներ. Hey, ով է չի։ Չվեր ծապիկներ կա. Մենք դուրս եկանք, Դավին ֆրեշ եմ վերցրել, ելակի իսկին ստակ կակաո, Դավը ձյուն ա ուտում հիմա։ Համով ա ձյունը Դավ, արի դե։ Սպասում ես։ Էդ էլ քոզած ձյունն ա, գիտես, կարաս հավաքես։ Են կողմի վրա էլ ձյուն կա։ Համով ա։ Մենք եկանք մեր յոլկայի ուղիղ տակ այս սղլիկ աստիճաններով։ Դավը ինձ ձներով խփում ա ժողովուրդ։ Oh my god։ Ստեղի բիզնեսմեն ձմեր պապիկները որ չնեն մնացած ամեն ինչը հրաշալի ա։ Ստավ իմ գադեմ։ Ինձ սիրուն ա մեր յոլկան։ Դավը շարունակում ա ինձ ձնագնդիկներով սպանել, բայց մենք էլ իրան հեսական ենք, բլես, արի ասեմ, պապիկը համար է, էլի սաղտենք ինձ, արի, Դավին ու Արտաշեցին վերցրեցինք այսպիսի կամպետիկներ, պապիկը արդին տարել էր տատիկ են ստուն, հիմա արդին պապիկի հետ ա գալիս, պահեն, սյո նույնից ենք համարյա վերցրել, որ Դավը շարունակում ա ինձ ծեծել, ձենով ծեծում, ասում եմ պապիկ արդեն սպասում ա, բայց դա իրեն քիչ ա հուզում, արի գնանք որ շոկոլադ բաները տանք, կարամելկաները, ուր ես, մտածում եմ որ խփի, հերիք չի, ներկայացումը նայեցինք, շատ կաշ տևեց, կամաց, մի ժամ տևեց, որ ասեմ շատ սուպերը էֆեկտներն էին շատ սիրում, բայց սյուժետային գիծը տես թույլ էր, բայց շատ սիրուն էր շոքեքարշը, ամանորի շունչը և այլն։ Всё, գնացին, պապիկը հասել ա, սիթի մոտ ենք պայմանավորվել, ապրես, արի։ Արտաշեսս նեղվեց, որ մենք Բաքվում խաղացել ենք, նու Բաքվում ասած կենտրոնում, հա, դրա համար որոշեցի, որ իրանք Բաքվում մի քիչ մնան խաղան, կակրած ինձ ձեռնոց են վերցել, տվեցի Արտաշեսին, Սուսիկս էլ իմ համար կարալոկի չիր արել խորիկնել էր արել, բայց քան որ ես կարալոկի չիր սիրում եմ, երկուսի առածնել մեծ սիրով կօգտագործեմ։ Ստեղ պասուց տոլմա չգիտեմ կա, թե ոնց որ Արտազյադյանսը չի հասցրել լեփել, այդ հետո կտա, բայց ինչ-որ բան էլ ինձ թվում ա կա այստեղ, տեսնենք։ Պատկերացնեք ինչքան երջանիկ պիտի լինես, որ տուն գաս ու տեսնես վրաբույստիակը փոխել այդ ծորակը, որը ուղղակի այն վիճակում էր, որ փակած ծորում էր, այդքան վատ վիճակ էր։ Գնացել նորնա գնել, ինքը մի քիչ ցածր է, բայց ունի ինքը իր պլյուսներն ու մինուսները։ Պլյուսը այն է, որ չի ցպնվի աչուձախ, մինուսը կարա շատ այն լինի, որ մեծ կաստրուլկա լվալիս այդքան հարմար չլինի։ I don't know, բայց մենք կփորձենք եւ դա գործնականում կհասկանանք։ Կարևորը որ շատ սիրուն է ու կարևորը որ իդեալական փակվում է ծորակը, ինչը ինձ անտանելի նյարդայնացնում էր այդ ծորակի ձայնը, հետո այդ չփակվելու պատճառով ցպնվում էր ջուրը կողքերը, մի խոսքով։ Բայց սա խորենի միակ անակնկալը չէր։ Խնդրում եմ մի հատ նայեք։
Փորենը զբաղվելով հատակի մաքրությամբ իմ համար սա իսկական տոնական ամանորյա նվեր է, որտեղ գիտեք, ասել եմ մեր խոհանոցի հատակը 1-2 ամիսը մեկ մի հատ ռադիկալ մաքրություն է պահանջում։ Մենք պլանավորում էինք կես-կես անել, բայց մինչև ես եկա ինքը համարյա ավարտել էր։ Այնքան հաճելի էր ու այնքան շնորհակալ եմ Իրանից դրա համար։ Ահա որ թեթևացրել է իմ գործը։ Որպես վլոգի ավարտ ասեցի ձեզ ցույց տամ իմ շքեղ սուրճը, ձմեռ Եվ նայում ենք միասին Վիլի Վոնկան։ Այսքանով ավարտենք մեր վլոգը։ Բարի դիտում ես և բարի օրվա շարունակություն ձեզ։ Պակա-պակա։